Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ տաղանդաշատ եւ հետաքրքիր հյուրեր։ Միանգամից ներկայացնեմ թեման նոյեմբերի 15-ին ժամը 4-ին Բոհեմ թատրոնում կարող եք դիտել արդեն իսկ սիրված ChatGPT ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ վերջերս։ Ներկայացման գաղափարից մինչև բեմադրություն խոսել ենք մեր տաղանդավոր դերասանների հետ՝ Վաչե Երիցյան, Սամվել Թոփալյան եւ Արմեն Թոփալյան։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպես եք արթնացել։ Շատ լավ, շատ հեշտ։ Շատ ուրախ։ Շատ ուրախ։ Եվ միանգամից սկսենք առաջին հարցից. ինչպես ծնվեց գաղափարը ներկայացման։ Քանի որ գաղափարը ծնվել է Սամվելի մոտ, Սամվելը պատմում։ Շատ, այսպես ասած, պատկերավոր էր այդ խնդիրները, նաև որտեղ ընտանիքում ունեն խնդիրները կար ու որոշեցի, որ իսկապես այսօր կարևոր հարց է դա բարձրաձայնելու ու նաև բեմից, շատ ուղղակիորեն բեմից բարձրաձայնելու, որովհետև շատ հարցեր կան մեր կյանքում, որոնք ծնող երեխա հարաբերությունների մեջ այդպես էլ վերջնական, այսպես ասած, լուծումը չեն գտնում։ Բայց այդ խնդիրները երբ բարձրացնում ես բեմ, թատերական լեզվով, ուրիշ մարդու բերանից հնչող այդ խնդիրները երեխաների մոտ ավելի հստակ է դառնում այդ խնդրի լրջությունը կամ այդ կարևորությունը ու այսօրվա երևի բոլոր ընտանիքների խնդիրը համացանց, ճիշտ օգտվել համացանցից, չափավոր օգտվել, այնպես օգտվել, որ իսկապես դա օգուտ լինի ու այս խնդիրների շուրջ ու նաև այս ամեն ինչի մեջ մարդկային հարաբերությունները դա կլինի ծնող, երեխա, ընկեր նույնիսկ ընկերներ, որոնք շատ հաճախ հանդիպում են, չգիտեմ, մի բաժակ սուրճ խմելու, բայց անդադար այս հեռախոսների մեջ ոչ մի կենդանի, ոչ մի, այսպես ասած, ջերմ շփում չկա ու դա առաջին հայացքից կարող է թվալ դե նորմալ երևույթ է, ժամանակները փոխվել են, բայց վստահ եմ, որ առավելևս երեխաների դեպքում ապագայում շատ մեծ խնդիրների առաջ է բերելու, թե կենտրոնացման հետ կապված, թե ուշադրության, թե մի խոսքով շատ խնդիրներ կան, որոնք թեթև հումորով, այսպես խրատական ոչինչ չկա այստեղ, բայց այդ խնդիրների մասին խոսում ենք օրինակներով իրական օրինակ, չէ, բնականաբար։ Մի խոսքով, այսինքն այս գաղափարը ես հասկացա, որ այս խնդիրը պետք է, այսպես ասած, երևելի դարձնել, երևացող դարձնել ու բարձրացնել բեմ։ Ու այդպես արեցինք։ Տպավորություն է ստեղծվում, հա, հիմա հեռուստատեղի մոտ է կլինի այդ տպավորությունը, կարծում եմ, որ մենք շեշտը դրել ենք երեխաների վրա, բայց առաջին հերթին ըստիս մեղավորը մենք ենք, որովհետև մենք էլ շատ հաճախ հեռախոսի մեջ նստած ենք, երեխեք ասում են պապ նայի, պապից դու տեսել ես, ասում եմ մի րոպե ես գործ եմ անում։ Մենք արդարացրել ենք։ Նույն, այսպես ասած, դիալոգը կա նաև ներկայացման մեջ ու շատ հաճախ ծնողները, ովքեր եկել դիտել են, ասում են ավելի շատ երևի մեր մասին էր, քան երեխաների։ Մի խոսքով այդ, այսպես ասած, հաղորդագրությունը, այդ ուղերձը ոչ թե միայն երեխաների համար են, այլ ծնողների, ծնող-երեխա հարաբերությունների, այդ ջերմության, որովհետև նաև շատ մեկ-մեկ բոլորիս մոտ կլինի, նայում ենք նկարները, մեկ էլ տեսնում ենք, չգիտեմ, 2 տարի առաջ փոքր, ուրիշ աչքերով ժամանակը շատ արագ անցնում ու մենք կորցնում ենք այդ շփվելու, իրար ջերմություն փոխանցելու, տալ առնելու այս երանելի րոպեները, ժամերը ու թռնում են դրանք։ Բայց ինչ եք կարծում, ինչ կտա այս ներկայացումը, կամ արդեն ճիշտ, արդեն սա առաջնախաղ չի, բայց ինչ է տվել կամ ինչ կտա առհասարակ ծնողներին, երեխաներին, ինչ կսովորեցնի սա։ Այդ ինչ է տվելը շատ հետաքրքիր է, որովհետև մենք արդեն ունենք հետադարձ կարծիքներ, երեխաներ եւ մեծեր, ովքեր դուրս են գալիս դահլիճից, արդեն ինչ-որ բան վերցրած, արդեն հասկացած դրա կարևորությունը եւ այստեղ հարցերն է, որ մենք չենք հերքում համացանցի կամ դրա մեջ ինչ-որ գործ անելու, ուրեմն լինելը, հա, լինելը։ Մենք չենք հերքում, ուղղակի մենք ասում ենք դրա ճիշտ չափաբաժինն է եւ ինչի համար է։ Եվ պարզվում է, որ երեխաների կողմից շատ մեծ արձագանք կա ու շատ վերցնում են այն ինչ որ ուզում ենք տանք եւ մեզ համար բնականաբար ամենակարևորը դա է։ Ու ամենակարևորը որ իրենք իրենց ընկալական չափով սկսում են վերլուծել, օրինակ իսկապես չեմ հորինում երեխաներ կան, որոնք հրաժարվել են հեռախոսից
դա չի դու կարող տևել է մի շաբաթ 10 օր, բայց ինչ որ բան իրենց հոգու եւ իրենց մտքի մեջ փոխվել է, ինչ որ այսինքն այդ ուղերձը ուղակի չի հասցեատեր ունի ու կոնկրետ հասնում։ Իրեն տեսել է կողքից բեմի վրա, դա ամենամեծ ու շատ հաճախ քիչ թե շատ լուր տեսարանների ժամանակ լսում ենք դահլիճից, տեսնես, որ ասում էի, բայց ծնողը երեխային կամ հակառակ ման բրոսում էի, ու ասում ես գործի եմ բան։ Այսինքն շատ ռեալ է, շատ իրական է ու շատ ուղղակիորեն իրենք տեսնում են իրենց բեմում իրենց հարաբերություններով ծնողի հետ կամ ծնողը ճիշտ հակառակ երեխայի հետ։ Շուտով խոսենք մեր ամենահայտնի դերասանի հետ, բայց ինչ հետաքրքրված չէ։ Ինչու՞ ձեզ այդ հարցը տալիս, որովհետև վստահ եմ, որ ձեզ այդ հարցը ընդհանրապես պետք չէ տալ։ Այ Արմենի հետ, հա, արդյոք հեշտ էր խաղալը, որովհետև ի վերջո նա մոտ սա երրորդ ներկայացումն է, առաջինը Վարդան Պետրոսյանի հետ, չէ՞։ Երկրորդ Պապյական Մանուշը։ Ահա, եւ երրորդը ChatGPT-ին։ Արմենը երեխա չի, որտեվ ես նայում եմ իրան, ու նման հիմքվա երեխեքը հասուն են ավելի համարձակ են, ավելի կայացած են, ավելի ստացված են ու իրենք գիտեն ինչ են ուզում, բայց այսինքն հեշտ է նրան ուղղորդել այսպես արա, թե ինքը գիտեր արդեն ինչպես է պետք բեմում լինել։ Ինչքան ես գիտեի, այնքան էլ Արմենը գիտեր ու ես ճիշտ ասած բացարձակ չեմ զգացել տարբերությունը ոչ տարիքային, ոչ մտքի հասունության, բացարձակ։ Մենք միասին աշխատել ենք որպես հավասարի եւ ես ունեմ շատ իմ տարիքի ընկերներ, ովքեր Արմենից ավելի դանդաղ են ընթելանում, ճիշտ է որ ասեմ։ Պատրաստի դերասան։ Պետքա դրա մեջ լինել, էփվել, ներկայացումը հասունանա, վերջում գնաս խաղաս։ Այսինքն այս ճկունությունը շատ կարևոր է։ Այո, այս process-ի մեջ Արմենի ոչ տարիքը, ոչ մեր տարիքային հարաբերությունը երբեք չի խանգարել։ Մինչև հիմա էլ մենք իրար հետ ընկերներ ենք։ Պրոֆեսիոնալիզմը տարիք չի ճանաչում։ Արմեն, ինչն էր քո համար ամենադժվարը ներկայացման մեջ։ Պատճեի խաղը։ Նախ որ առաջարկը ստացար միանգամից ընդունեցիր, թե ասիր կմտածեմ։ Չէ, միանգամից։ Ամենադժվարը երևի նա եղել, որ տանը այնքան այդ ակտիվությունը չկա, ինչքան բեմում, օրինակ պապայի հետ, ասենք, ինքը լինում է ու շատ գալիս, այնքան ակտիվ չենք, ինչքան ներկայացման մեջ։ Այսինքն բեմի պապան ավելի ջղային է, քան թե իրականում։ Չէ։ Իրականում ավելի հանգիստ, ավելի, հա, դա շատ լավ է։ Դուք ընկերներ եք, ոչ թե պապա եւ որդի, դա ամենակարևորն է։ Սա քո երրորդ ներկայացումն է ու դու նշել ես, որ որպես դերասան չէր ուզենա շարունակել, այլ դու քեզ տեսնում ես ֆուտբոլում, դու քեզ տեսնում ես որպես ֆուտբոլիստ, շնորհակալ եմ, ես եթե դու լինես ֆուտբոլում, երևի մի օր Հայաստանի հավաքականը կդառնա չեմպիոն, դե դա խոսենք ավելի ուշ։ Բայց միթե չկա ինչ-որ մի բան, որ կպնում է սրտիդ ու չէ՞ որ սա երրորդ ներկայացումն է ու իմ կարծիքով քեզ ի վերջո դուր է գալիս դերասանի այս կյանքը։ Չէ, որովհետև դերասանը մի հոգի պիտի լինի տանը, հա։ Այդ process-ին ինձ այդքան էլ դուր չի գալիս, փորձեր, տեքստ սովորել է, հա։ Բայց եթե հաջորդիվ առաջարկներ լինեն կրկին ներկայացման մեջ ներգրավվելու, կընդունես թե դե նայած ինչ ներկայացում կլինի։ Մնջախաղային ինչ-որ, որ տեքստ չլինի։ Նաև այս ամենի ամենալավը գիտեք որն է, որ շատ հաճախ երբ որ մենք խոսում ենք տարբեր ներկայացումներից, օրինակ երեք Ստանիսլավսկի ժողովուրդներ մեր մոտ կրկին շատ լավ է ոնց են։ Շատ լավ է։ Ցավոք սրտի շատերը չկան այդտեղ, գիտենք։ Այո, ողջունելին այն է, որ տոմսերի վաճառքի խնդիր չկա։ Ու սա էլ նաև այն ներկայացումն է, որը որ գրավել է բոլորին, այսինքն երբեմն ասում ենք լավ եկեք դիմենք դպրոցներին, ԿԳՄՍ-ին, թող համստիպեն, որ երեխաներին տոմս գնեն բերեն։ Սա այն վարակիչ ներկայացումն է, որը որ իմ կարծիքով ամիսը մի անգամն էլ է քիչ, իմ կարծիքով պետք է ավելացնել, որովհետև շատ երեխաներ, ծնողներ, դպրոցականներ կան, որ չեն տնում։ Ու երբ որ ես նայում էի, նկատեցի, որ դպրոցներից շատ են կան կոլեկտիվ, այսպես ասած, հայտեր, որոնք ինչ որ դպրոցներից, ինչ որ խմբակներ, կոլեկտիվ տոմսեր են գնում։ Մենք երկրորդ ամիսն է, որ խաղում ենք, արդեն 6 թե 7 անգամ, այսինքն պիտի խաղանք նաև, մեկ ամսի 15-ին, ժամը 15:00-ին։ Եվ ամսի 30-ին նույնպես 15:00-ին մենք ուզում ենք իսկապես շատ խաղալ, որ այս ասելիքը շատ մարդու տեղ հասնի։
որովհետև չգիտեմ, իսկապես մենք եթե ինչ-որ մի բան անում ենք, ինչ-որ մի ներկայացում կլինի, փորձում ենք հնարավորինս ազնիվ լինել այդ ամեն ինչի մեջ, այսինքն ինչ-որ ասելիք լինի, ինչ-որ այդ ասելիքը ձև ունենա ու նաև ուզում եմ շատ շնորհակալ լինել մեր ռեժիսորի ներկայացման Էդգարին Մեհրաբյան, մեր բեմանկարչին Անդրանիկ Հարությունյանին, սցենարիստը Նարեկ Ավագյան, որոնք ֆանտաստիկ աշխատեցին, շատ մեծ աշխատանք կատարեցին, ամեն մեկ իր գործի մեջ պրոֆեսիոնալ, սրտացավ ամենակարևորը, որովհետև այս խնդիրը նաև իրենց էր հուզում ու իրենք, որ ասում եմ, ոտքով գլխով մտան այս գործի մեջ ու մեծ աշխատանք արեցին։ Մենք ունենք շատ հետաքրքիր, շատ տաք, շատ լավ բեմ, ի շնորհիվ Անդրանիկ Հարությունյանի ներկայացումը իր երաժշտական, չգիտեմ, անցումներով, երաժշտական կոմպոզիցիայով մեր ռեժիսորը Էդգարը Մեհրաբյան ու նաև շատ նուրբ անցումներով, շատ եւ հուզիչ եւ շատ, այսպես ասած, խնդալու ու իհարկե այս ամեն ինչը մենք նյութը, այսպես ասած, մեզ տվեց Նարեկը Ավագյան, շատ հումորով, շատ չափի մեջ, առանց ավելորդությունների, առանց հորինած ինչ-որ բաների, շատ լավ թիմ ձևավորվեց ու ենթադրում եմ համենայն դեպս հանդիսատեսի արձագանքներից, որ մեր արած գործը ստացվել է ու դրա համար շատ եմ ուզում, որ շատ մարդիկ տեսնեն ու տեղ հասնի այն ինչ որ ուզում ենք։ Իսկ կարող ենք ակնկալել շրջագայություններ մարզերով կամ այո, իհարկե, անպայման, որովհետև միայն Երևանով չենք ուզում սահմանափակվել, ինչու մեր մարզերի երեխաները չտեսնեն, չլսեն, բնականաբար, ամեն ինչ հրաշալի արժևում։ Մենք շատ ուրախ կլինենք։ Ես նաև միգուցե թեմայից մի փոքր շեղվեմ, բայց նաև մեր հեռուստաեթերն ուզում հիշեցնել, որ փետրվարի 17-ին մոնո ներկայացումն է, չէ՞, լինելու երկրորդ 8000 կիլոմետր արդեն դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 8-ին է։ Որ ես եմ մի բան սխալ տեսել։ Դեկտեմբերի 8-ին, բայց փետրվարի 17-ին էլ կա, թե չէ։ Հետո գործ ունենք։ Հնարավոր է լինի, որովհետև փետրվար դեր արժևում է։ Հա, հունվարի 8-ին ժամը 19:30-ին Բոհեմ թատրոնում հունվարի 8 թե դեկտեմբերի 8։ Դեկտեմբերի։ Դեկտեմբերի։ Փետրվար, լրիվ խառացի։ Կոնկրետ ասա, դու ասել ես։ Դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 8-ին 19:30-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա 8000 կիլոմետր մոնո ներկայացումը։ Էդի կենալու նայելա։ Նայել ես։ Չէ, ես չեմ նայ, նայողներն է շատ պատմել։ Ես նաև ուզում եւս մի հարց ուղղել քեզ, Արմեն, արդյոք դպրոցում քեզ արդեն շատ են ուրիշ ձև ճանաչում, հա, քեզ որպես աստղ զգում ես դպրոցում, թե ոչ, թե ուշադրություն չես դարձնում այս բաների։ Չէ։ Ոնց որ բոլորը սովորական։ Ինչքան համեստ է Արմենը։ Այդ է կարևորը, որովհետև համեստությունն ամենամեծ ձեռք բերում ու հաղթանակը հենց դա համեստության մեջ է։ Նա միշտ կհաջողի միանշանակ։ Բնավորությամբ։ Ում որդին է, խնդրում եմ նշիր։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք նոյեմբերի 15-ին, հաջորդը երբ է լինելու։ Նոյեմբերի 30-ին։ Նոյեմբերի 30-ին։ Բայց ժամը 17:00։ Չէ, 15, օքեյ։ Այսօր փետրվար, մարտ, ապրիլ։ Խառնաշփոթել է։ Դե Բոհեմ թատրոնում կարող եք դիտել արդեն իսիվա charge 2025 թիվ։ 25 թիվ։ Ոյ, իսկ մեր դերասաններն են, մեր հյուրերն են։ Վաչե Երիցյանը, Սամվել Թոփալյանը եւ Արմեն Թոփալյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ոչինչ չենք անում, այս տրամադրությունը կավարտի մեր մոտ միշտ։ Շատ լավ։ Վստահ եմ, որ կրկին հանդիպումներ կունենանք, շատ այլ ներկայացումների մասին կխոսենք եւ շնորհակալություն ժամանակ գտաք։ Հիմա դպրոցից նորից գնալու թե տուն։ Դպրոցով։ Ձեզ անասելի մեծ հաջողություններ ենք ցանկանում, վստահ ենք, որ միշտ փայլելու եք։ Այսօր փայլել եք։ Մեր հարգելի հեռուստադիտողներն ուզում ենք ասել, որ եզրափակենք մյուզիկով Coldplay կլսենք, Adventure of the Lifetime։ Վաղը կաշխատեն մեր մյուս գործընկերները, Թերեզան եւ Քրիստինան Իզուրչեն իրենց աշխատանքի ընդունել։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերությանը։